Ես ինքս էի սրանից մեկ քանի շաբաթ առաջ առաջարկել, որ պետք է սահմանազատումը անպայման սկսի գոնե 8-10 կիլոմետր Պարսկաստանի սահմանից սկսած դեպի հյուսիս, օրինակ այն սահմանը, որ լինելու է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանը արևելքում, նույնը Հայաստանի եւ Ախջևանի սահմանը, որ լինելու որ արևմուտքում Մեղրիի ճանապարհի մասին է խոսքը։ Գոնե դրանից 5-ից 10 կիլոմետր դեպի հյուսիս, այդ հատվածը պետք է սահմանազատվի, առանց դրան մենք չենք կարող ապաշրջափակել, քանի որ ապաշրջափակման համար կարիք ունենք ունենալու անցակետերի, մաքսակետերի։ Եթե սահմանը չի վերջնականացված, այդ դրանք որտեղ պետք է կառուցվեն։ Ադրբեջանական արձագանք չկա։ Ոչինչ չկա, ոչինչ։ Լավ, սահմանազատումը դեռ այսպես հեղուկ վիճակում է, բայց շատ ակտիվ է դարձել անկլավների խնդիրը։ Ինչու՞։ Անկլավների խնդիրը, որտեղ անկլավների խնդիրը մի քիչ բարդ խնդիր է, մի քիչ խառնիչ աղաչ խնդիր է։ Տեսեք, եթե պատմությանը վերադառնանք, ինչպես գոյացան անկլավները եւ այլն, ձեզ ասեմ, խորհրդային միության քարտեզների մեջ, ոչ մի քարտեզի մեջ, մինչև 1936 թվականը որևէ անկլավ գոյություն չուներ։ 1936 թվականին հանկարծ Հայաստանի տարածքի նոր քարտեզ հրատարակվեց, որի վրա ներկա էին երկու անկլավ, Տավուշի երկու անկլավներ, Ասկիպարան եւ Բարխուդարլուն, Սոֆուլու Բարխուդարլու յուղերի միատեղ այդ երկուսը բերան։ Դրանից 3 տարի հետո 39 թվականին Տիգրանաշենի անկլավը, Քյարքի անկլավը դարձավ անկլավ քարտեզի վրա։ Իսկ դրանցից որն է որևէ փաստաթուղթ ունի, որ վստահեցնում է դա այդպես կա, այդ անկլավը Հայաստանի իշխանությունը տվել է Ադրբեջանին, գոյություն չունի։ Պաշտոնական ոչ մի փաստաթուղթ չկա, բացի խորհրդային միության շտաբի գծած քարտեզների վրա եղած անկլավներ։